Զորիբալայան անուն ազգանունը դա մեր այսօրվա եւ երեկվա եւ վաղվա Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Զորիբալայանը արել է այնքան բան, հատկապես Արցախյան շարժման ժամանակ, որը դեռ գնահատված չի մինչև վերջ։ Սիլվա Կապուտիկյանի հետ միասին իրենք դարձան այդ օրվա, այսպես կարող եմ ասեմ, հերոսները, որովհետև ազգային ազատագրական պայքարը իմիջիալոց արտնացավ հենց այդ օրերին եւ այն մարդկանցից էին մտավորականների շարքից, որոնք կարողացան համախմբել նաեւ ամբողջ ժողովուրդը, որովհետեւ դա արդեն ազգային ինքնության զարթոնքն էր։ Զորիբալայանը եւ ես եղել ենք գոլեգաներ, մենք աշխատել ենք ժամանակին Խորհրդային Միության տարիներին որպես սեփական թղթակից, ինքը լիտերատուրնա գազետա է, ես Կոմսոմոլսկայա պրավդա է, եւ մենք շատ հետաքրքիր հանդիպումներ, զրույցներ իրեն նման նվիրված հայրենիքին եւ իր ազգին եւ իր հողին շատ քչերը կան։ Եվ ես զարմանում եմ, թե այսօր այդ նույն մտավորականներից ինչով որևէ մեկը չկա, որը որ կրկներ այն, ինչ որ արեցին ժամանակին այդ մտավորականները, հատկապես ոչ թե միայն Զորիբալայանը եւ Սիլվա Կապուտիկյանը, այն ժամանակ Սիրիա Համբարձումյան, Լյուդմիլա Հարությունյան, Հենիկ Իգիցյան, Սոս Սարգսյան, Վիկտոր Համբարձումյան, ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, այսինքն դա եղավ այն սերուցքը մեր ազգի, որը կարողացավ արտնասնել եւ ազգին եւ ինքը շարունակեց այդ գործը։ Եվ հիմա Արցախի կորուստը միանշանակ շատ ցավում եմ, որ Զորի Հայկովիչը իրոք այս պահին գնաց, ինքը պետք է տեսներ վերադարձը իր հայրենիքի։ Ինքը այնքան էր ցավում իր հայրենիքի համար, որ հիմա մենք պետք է շարունակենք այդ գործը։ Ես գտնում եմ, որ արցախցիները պետք է այդ իրավունքը վերադարձի անպայման իրականացնեն։ Շրջանում հնարավորություն եղել է շփվելու Զորիբալայանի հետ եւ մասնավորապես այդ ողբերգական իրադարձություններից հետո եւ Ղարաբաղյան շարժման չշարունակելու մասին ինչ կարծիք ունեք։ Ցավոք սրտի ոչ միայն այն պատճառով, որ իր հիվանդությունը բավական ծանր էր ընթանում, բայց մեր զրույցները մինչ այդ իր առանձնասենյակում շատ հետաքրքիր են եղել, որովհետև մենք միշտ քննարկում էինք այն հնարավորությունները, թե ինչպես կարելի է այս պահին հաստատել Արցախի անկախությունը։ Այդ շատ կարևոր հանգամանք էր, որովհետև մենք եւ ինքը ամբողջ իր կյանքը նվիրել էր համարյա դրան, եւ Ադրբեջանից անկախություն հաստատելը պետք էր անպայման իրականացնել հենց այդ օրերին, հենց այս տարիների ընթացքում, որը չարվեց ցավոք սրտի Հայաստանի իշխանությունների ոչ մի իշխանության կողմից եւ հույս տնելով, որ իբր բանակցություններում այդ բոլոր հարցերը կլուծեն։ Ցավոք եւ իշխանությունը տվեցին նրանց, որը ուղղակի հանձնեց Արցախը։ Այնպես որ վերջին 1.5 տարին ցավում եմ, բայց ինքը արդեն այդ հիվանդությունը թույլ չէր տալիս իրեն հետ լիիրավ շփվել։